կավերջ ունենա։ Եվ մարդիկ տասնյակ տարիներ ապրում են, այսօր բարեկեցության ամենաբարձր մակարդակն է Եվրամիությունում։ Եվ մենք այո այդ որոշումը կայացրել ենք եւ չենք վախեցել, որովհետեւ բայց ոչ մենք կայացրել ենք, որովհետեւ համարել ենք, որ դա է ճիշտը։ Մենք կայացրել ենք, որ համարել ենք, որովհետեւ դա է ամենամեծ հարգանքը մեր նահատակների հիշատակի առաջ։ Մենք մեր նահատակների հիշատակը հարգելու ինչ ավելի ազդեցիկ ձև ունենք, քան կայացած անվտանգ բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը։ Ես այլ կերպ չեմ պատկերացնում։ Եվ մենք, այո, այդ դժոխքի միջով 2020 թվից հետո որ անցել ենք, մենք անցել ենք հանուն իրական պետություն ունենալու, հանուն իրական անկախություն ունենալու, հանուն ապագա ունենալու։ 2021 թվականին մենք եկանք ձեզ ասցինք ապագա կա, այսօր մենք եկել ենք ձեզ գիտեք ինչ ասենք, ասենք այդ ապագան եկել է ժողովուրդ, որ 2021 թվին ասում ենք ապագա կա, այդ ապագան եկել է, այդ ապագան այսօր է, այդ ապագան խաղաղությունն է, այդ ապագան Հայաստանի Հանրապետությունն է, այդ ապագան ինքնիշխանությունն է, այս ապագան Հայաստանի տնտեսությունն է, որը զարգանում է, այդ ապագան բարձրացած թոշակներն են, այդ ապագան առողջության ապահովագրությունն է, այդ ապագան կառուցվող դպրոցներն են, կառուցվող մանկապարտեզներն են, մեզ ասում են, մեզ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեզ ասում է, մենք հաղթել ենք, իրանք հաղթած էին, մենք պարտված ենք։ Ասում են մենք հաղթող ենք։ Մի երկու հոգի կան ասում են մեր հաղթող նախագահ ենք։ Ժողովուրդ ջան, մենք Հայաստանի Հանրապետությունում 500 մանկապարտեզ ենք կառուցում։ 500 մանկապարտեզ։ Ուրախանում ենք։ Ու ճիշտ ենք անում, ուրախանում ենք, բայց իրական դա տխրելու բան է, գիտեք ինչի։ Որովհետև 30 տարվա անկախության հաղթած պետության մեջ մանկապարտեզ չի եղել։ Հաղթանակը նրա համար է, որ երեխեքը զրկված լինեն մանկապարտեզից։ Մենք 300 դպրոց ենք կառուցում, ծրագիր ենք սկսել, եւ հիմա ավարտում ենք 300 դպրոցը։ Բայց պարզվում է, אבל եւս 300 դպրոց պետք է կառուցենք։ Եվս 300 դպրոց պետք է կառուցենք։ Եվս 300 դպրոց կառուցենք, որ Հայաստանում նորմալ դպրոցական համակարգ գոյություն ունենա։ Բա հաղթանակած երկիրը առանց դպրոցի է անում։ Բա հաղթանակած երկրում, հաղթանակած երկիրը իր թոշակառուին թոշակ չի տվել ենքան, որ այդ թոշակառուն գոնե հաց առնելով ամսի սկզբից մինչև վերջ հաց ուտի եւ սովից սովահար չլինելու վիճակում լինի։ Հեղափոխությունից հետո է միայն եւ իրանց ասած այդ պարտությունից հետո է միայն որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը համապատասխանել է նվազագույն պարենային զամբյուղին։ Եվ ես հավանում եմ, որ մենք հաղթել ենք, որովհետև մենք հաղթել ենք մեր պետություն եւ անկախություն ունենալով։ Որովհետև այն ժամանակ, երբ որ իրանք հաղթանակ են հավանում, Հայաստանը մարիոնետային պետություն էր։ Հայաստանը մարիոնետային պետություն էր։ Ես 2018 թվականին վարչապետ եմ ընտրվել։ Ես ասում եմ, ես 2 տարի է, որ ես լիարժեք ինձ համարում եմ Հայաստանի վարչապետ։ Այո, եւ մեր ժամանակ էլ է, մենք մարիոնետային պետությունում ենք հեղափոխություն արել ժողովուրդ։ Եվ դա եղել է ինքնիշխանության առաջին քայլը։ Եվ մենք հեղափոխություն արել ենք հեճուկս բոլորի։ Եվ այդ հեղափոխության արդյունքում դուք դարձել եք Հայաստանի Հանրապետության տերը։ Դուք դարձել եք Հայաստանի Հանրապետության տերը։ Ես ինչ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև դուք եք որոշել, որ ես պետք է լինեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Որ պահին դուք որոշեք, որ ես չեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, նույն պահին ես չեմ լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Գորիսում մի կին մոտեցել է ինձ, եթերում չգիտեմ, երևի կա, մոտեցել է, ասում է թագավոր կամ ասում է մեր թագավոր, ասում եմ ես վարչապետ եմ, թագավորը դուք եք։ Եվ ես ձեզ ասում եմ, ես վարչապետ եմ, թագավորը դուք եք, որովհետև դուք եք իմ գործատուն, դուք եք կառավարության գործատուն, եւ սրանում չափազանցություն չկա։
Եվ ես ասում եմ մարդիկ կան եկել են ասում են այ լավ թողեք այդ բաները այդ անլուջ խոսակցությունները մենք ենք կլնելու Ոնց եք դուք կլնելու Գալատ եք անելու դուք կլնելու եք դուք ժողովրդին հարցրել եք ժողովուրդը ուզում է դուք կլնեք թե չէ Ես եկել եմ ձեզ ժողովուրդ ասելու դա տարեք մեզ ժողովուրդ դա տարեք Մենք խնդրում ենք որ տեր կանգնեք խաղաղությանը քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին բայց եթե դուք կորոշեք որ ոչ մենք հնազանդ ենք ձեր որոշմանը մենք հնազանդ ենք այդտեղ երկու կարծիք չկա մենք հնազանդ ենք եթե որը մեկը կաս 2018 թվից հետո մի ընտրություն կեղծվել է չի կարող այդպիսի բան լինել Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները որոշվել է 98 ձայնով ժողովուրդ 98 ձայնով դուք հասկանում եք այդ ինչա նշանակում հիմա կարող է թիվը մոտավորապես կարող է 97-ը կարող է 125-ը հասկանում եք 98 ձայնով որոշվել է ընտրությունների ռասկլադը Եվ դա նորմալ է կարա մի ձայնով որոշվի Հասկանում եք խնդրում եմ հասկացեք որ Հայաստանի Հանրապետությունում ով է լինելու հաջորդ վարչապետը կարա որոշվի մի ձայնով եւ որոշվելու է մի ձայնով եւ ումն է այդ մի ձայնը գիտեք ումն է այդ մի ձայնը այդ մի ձայնը ցեզնից յուրաքանչյուրինն է դուք հասկանում եք մի ձայնով դուք կարան ընցնի մի ձայնով դուք անձամբ նշանակեք կամ չնշանակեք վարչապետ Եվ սա ամենամեծ հաղթանակն է 2018 թվականի հեղափոխության որովհետեւ դուք որոշում եք Այո կառավարությունը մենք լիքը հարցեր լուծել ենք ես կարամ թվարկեմ բայց լիքը հարցերել չենք լուծել ես դա գիտեմ բայց ես ուզում եմ որ դուք իմանաք որ աշխարհում չկա այդպիսի երկիր որտեղ բոլոր հարցերը լուծված են խնդիրն է նա թե հարցերը լուծվում են թե չեն լուծվում Լուծվում են թոշակը բարձրանում առողջության ապահովագրություն դպրոցա կառուցվում մանկապարտեզա կառուցվում ճանապարհա կառուցվում այսօր Հայաստանի Հանրապետությունում 700,000 դրամ ստացող ուսուցիչ կա այսօր Հայաստանի Հանրապետությունում 700,000 դրամ ստացող զինվորական կա այսօր Հայաստանի Հանրապետությունում բանակը բարեփոխվում է մեծ տեմպերով այսօր մեզ ասում են ինչ է կարել ամսի 28-ին կտեսնեք ժողովուրդ ջան Զորահանդես է լինելու հանրապետության հրապարակում ով ուզում է հրավիրում եմ հեռուստացույցով նայեք եւ դուք կտեսնեք տեսեք գնահատեք եւ դա տարեք բայց ես ձեզ խնդրում եմ որ դուք տեր կանգնեք խաղաղությանը որովհետեւ խաղաղության նկատմամբ հասկանում եք այն խաղաղությունը որ մենք այսօր ունենք կարելի է եւ շատերն են ուզում կես ժամում կարելի է այդ խաղաղությունը ջախջախել, ոչնչացնել, զրոյացնել, կես ժամում, բայց հետո եւս 30 տարի է պետք լինելու, որպեսզի մենք նորից վերադառնանք այն կետին, որում այսօր ենք։ Դրա համար շատ կարևոր է, որ տեր կանգնեք խաղաղությանը, որովհետեւ խաղաղությանը տեր կանգնել, նշանակում է տեր կանգնել պետությանը, նշանակում է տեր կանգնել ինքնիշխանությանը, նշանակում է տեր կանգնել ապագային, որը այսօր է, նշանակում է տեր կանգնել այս երեխեքին, նշանակում է տեր կանգնել Հայաստանի Հանրապետության օրակարգին եւ սերնդեսերունդ 100 տարով, 200 տարով, 500 տարով, 1000 տարով այս պետությունը փոխանցել սերնդեսերունդ։ Եվ հետեւաբար 2026 թվականի հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամաս եւ քվեարկեք, ես ձեզ կոչ եմ անում 16-րդ քվեաթերթիկով քվեարկեք։ Բայց ես էլի ձեզ ասում եմ, եթե կորոշեք, որ ձայն չեք տալիս, եթե կորոշեք, որ իշին եք քվեարկում, մենք հնազանդ ենք ձեզ, բացառված է տենց մի իրավիճակ, որ մենք ժողովրդի որևէ որոշում ծանր ու թեթև անենք, մենք հնազանդ ենք ձեր կայացրած ցանկացած որոշման, այստեղ քննարկում չկա։ Բայց մենք համոզված ենք, որ ճիշտ ընտրությունը խաղաղությունն է։ Մենք համոզված ենք, որ մենք սխալներ գործելով, ընկնելով, բարձրանալով, խոցվելով, տրորվելով հասել ենք ճիշտ կետի, հասել ենք խաղաղության, հասել ենք պատմական նոր շրջափուլի, մենք հաղթահարել ենք գոյատևման օրակարգը եւ մուտք ենք գործել զարգացման օրակարգ, բարեկեցության օրակարգ։
Եվ ուրեմն ասում է բանում Գորիսում վանկարկում ենք անում, ասում ենք քվեարկություն ընտրություններ 2026-ին, քվեարկում ենք 16-ին, հետո զգում եմ երեխեքներ չեն, ասում եմ 2026-ին, որպեսզի հանգը բռնի։ Ընտրություններ 2026-ին, այսինքն 2026 թվականի ընտրություններում քվեարկում ենք 16-ին։ Հիմա տենց դա փորձում ենք վանկարկում անենք, մեկ էլ երկրորդ վանկարկումը այդպեսին է, որ ասում ենք պետությանը տերը ապագայի Սամվեցին քվեարկում ենք Սամվեցին քվեարկում ենք ինչքան ուժունեք կողմ եք 16-ին Գիտեք ինչի 16-ին, որտեղ 16-ը ակացիական պայման կուսակցության հեղափոխի համարն է, 16-ը տեսեք ավտոբուսին էլա, և երեխեք, և ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, չէ, 16 Մի րոպե, չէ, երեխեք եկեք հլը բոլորդ ստեղ միտեղ, բոլորդ, ես ասում եմ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, դուք ասում եք 16-ին, կարողա 16-ին չեք քվեարկում, կարողա մեզ չեք քվեարկում, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Շատ ապրեք, փառք նահատակներին և կենա Երեխեք մի բազը Մի բազը Հետ եկեք Հետ արեք Դու արեք մի գնաց Երեխեք եկեք սենց անեք, որպեսի կազմակերպված ապել դեմոքսեք Չէ, մի րոպե, ապել դեմով անցնելուց է, մի քիչ չեն կարա, հետ զադնի տան կախտում, մի քիչ զադնի տվեք ախտում, մի քիչ Էական չի, ես զադնի կտամ, ես կան շապտում, Երեխեք, հլը հետ ախտում Եկեք բոլոր Գալիս է, սպասեք Սպասի Leo doar cu scaunii, dus în punte, pe din chestii. Atoră. Erechek ce, hima, tesek inçenkanı. Ekomis galise, karte zastanımı, çıkmatkıstanımı, after dinosor dursekkanı. Çe, arran servis. Չկարելի, խելոք մնացեք, վայ Arran servis çıkar. After demov gnas Այս ես դուրս արի, գնա, վազի Hani derrek bak. Trend հիմա բայց ոչ trend անենք ես Ձեզ քարտեզ բուկլետուրա Դուք էլ ընդեղ
Էս կոմով։ Տուր։ Էս կոմով։ Անցի սենց։ Հաջորդը, թողեք հաջորդը։ Անցի։ Հա։ Դիր երկուսը իրար հետ, տուր։ Հաջորդը։ Երկուսն իրար հետ այդ տենց։ Հաջորդը, ես եմ շնորհակալ եղբայր, հաջորդը։ Արի միլացի մռուտ ջան, արի։ Անցի, գնան, դեչե չնենց։ Այն ենք, տուր, արա։ Հետ գնաց չկա, ապսոյի դեմով եք դուրս գալիս։ Ահա։ Շուտ արեք։ Տուր, մի հատ դու տուր, անցեք։ Մի հատ դու տուր։ Մի հատ դու։ Բարև եղբայր։ Էլի մեջը սեղմվածներ կան, գիտես։ Եկեք երեխեք ջան, անցի գնա։ Էս կոմով։ Հերթով երեխեք առանց հերթի չի կարելի։ Անցեք։ Բարև եղբայր, լավ ես։ Լավ եղբայր։ Սենց դուրս եք։ Քարտես։ Եթե ապվերջանում կա, չէ մոտակա։ Արագ։ Merci. Հաջա, ըտեղից վրա նկարվի, եղբայր, երեխեքին չընդհատենք, էլի ընթացքը երեխեքի։ Երեխեք այդ սիգնալը գիտեք ինչ նշանակում, նշանակում է, որ մենք վերցրու եղբայր։ Շնորհակալ եմ եղբայրս։ Բարև երեխեք ջան։ Եկեք երեխեք ջան։ Արագ։ Ապեք։ Արագ երեխեք ջան։ Երկրորդ անգամ երեխեք դաղալություն չանեք, երկրորդ անգամ չկա, ժամանակ չունենք։ Ապրեք երեխեք ջան։ Спасибо уже. Я там только призадный. Արի եղբայր։
Չես ուզում։ Ի՞նչն է ամոթ։ Այս ջարդած է մի հատ ուրիշ տուր է։ Չէ, լավ դե։ Մեր երեխեքը դաղալություն այս կոմով ավտվեդեմ։ Մեր երեխեքը դաղալություն չեն անում։ Արի մռութիկ ջան։ Դենես դուրս արի, մեքենայի դեմով։ Արի եղբայրս, արի։ Վայ ճու, ոսովա կեզ նեղացրե, վերցրու, քույրիկներին էլ, քույրիկին էլ, ապերիկին էլ, այ շատ ապրեք, դե գնացեք մեքենայի դիմացով, մեքենայի դիմ, եկեք, ում հերթնա եկեք, կարակ, եկեք կարակ, երեխեք ջան, մենակ կարակ, եկեք, սենց, այս կոմ, վերջ, անցեք, դե մեքենայի դեմով, խնդրեմ եղբայր, վերջ, չելի կա երեխա ոնց որ, վերջ, գնացինք, գնացել քարտեզներ, բուկլետներ, դուք բուկլետը տվեք ես քարտեզ, նկարվելու, քարտեզ կտանք, դե արագ պտտվեք նկարվեք, էլի խնդրում եմ շատ։ Ես նկարեմ, հետո դուք կնկարեք, խնդրում եմ Սելֆի, ամենահեշտը սելֆին է։ Լավ եղեք։ Հաջան, եղբայր ջան, ուշանում ենք արդեն, քարտեզ տամ մի հատ, գնանք էլի ուշանում ենք արդեն։ Հաջան, ասա եղբայր ջան, կարճ էլի ասա եղբայր ջան։ Գնայինք, բայց անհատական հարցերը հիմա չեմ հիշի, իրա, հաջան։ Լավ եղբայր ջան։ Լավ եղբայր։ Խնդրեմ։ Շնորհակալ ենք ժողովուրդ ջան, շնորհակալ ենք։ Հումոր չի անում, Շինուհայրը երեխեքը իրոք ընկերներս են, որտեղ քանի անգամ անցել ենք, իրանց անպայման հանդիպել ենք, խոսել ենք դասերից եւ այլն, այնպես որ շատ ուրախ եմ, բազմաթիվ երեխեք էին եկել եւ իրանց տեսա, որտեղ միշտ Շինուհայրով անցնելիս իրանց հանդիպում եմ։ Լավ եղեք, սիրում ենք Շինուհայր, Տաթև խոշորացված համայնք, սիրում ենք բոլորիդ։